Մաններեյմը արեց ամեն բան, որպեսզի դա չլինի։ Եվ քանի որ չնայած իրեն տվել էին Պետերբուրգը, կարծես պետք էր մեր Ֆինլանդիային, մի մետր առաջ չգնաց Ֆինլանդիայի զինվոր, որովհետև ինքը իր երիտասարդությունը եւ իր բուրըն եւ երջանիկ օրերը անցկացրել էր այդ քաղաքում։ Այդ էլ Լիպեցկի պատմություն 2։ Ուրեմն սա հիմա ինչպես էր կրում սովետական միջնորդը։ Զագրատ ատրիադները այսպես կոչված, որոնք քաղաքացիական պատերազմի ժամանակ ստեղծել է Տրոցկին։ Այդ Տրոցկուն ատում էին եւ այլն տրոցկիստներին իբր թե գտնում էին, բռնում էին, այսինքն չէին սիրում, ասում էին տրոցկիստա տանում, կորցնում էին, ով դուրերը չէր գալիս, էլի։ Բայց Տրոցկին ստեղծեց Զագրատ ատրիադը։ Ինչ է Զագրատ ատրիադը։ Մի խումբ զինվորականներ, անձամբ հավատարիմ ռեժիմին, որոնք շատ ավելի լավ են սնվում, քան միջին զինվորը, ավելի լավ են զինված որոշ հարցերում, իրենց ծանր տեխնիկա պետք չի, ասենք, իրենց պետք է այնպեսի տեխնիկա, որպեսզի կարողանան մարդ սպանեն, զինվոր սպանեն։ Գտնվում են հետևում եւ բոլոր փախնողներին գնդակահարում են։ Այսինքն զինվորը պիտի գերադասի մեռնել թշնամու փամփուշտից կամ վերադառնալ 100% մեռնել։ Այստեղ ինքը չգիտի 50-ը, այնտեղ 100%։ Զագրատ ատրիադներ հայտնի չի մինչև այսօր, թե ինչքան մարդ է զոհվել այդ Զագրատ ատրիադներից, բայց ես կարծում եմ դա ֆանտաստիկ թվեր է։ Հիմա 2 միլիոն 800 հազար ռազմական տրիբունալի որոշում, սովետական տարածքում, գերմանական տարածքում չէ, 240 հազար հոգի սովետական տարածքում տրիբունալը դատապարտել է մահվան եւ գնդակահարվել է 240 հազար հոգի։ Ինչն է հետաքրքիր, որ գերմանացիների օկուպացված տարածքում մոտավորապես նույն թիվն է, մի քիչ։ Այո, բայց նշում ենք դա այնա, ինչի շուրջ կան փաստաթղթեր, գորն է մի հատ տետրի մի հատ կտոր, որի վրա մատիտով գրած է։ Կամ դատական այդ բաները, արխիվները, կամ արխիվները, իսկ ինչքան է ծնենց գնաց անտառ։ 1 միլիոն զինվորական է անցել ռազմական տրիբունալներով, 1 միլիոն մարդ, 240 հազար հոգի դատարանի տրիբունալի որոշումով գնդակահարված։ Զագրատ ատրիադի իշխանակա բանարը Էսմերշը տեղում գնդակահարել բան այդ ոչ ոք չի հաշվել, այդ անհնար է հաշվել։ Դա ինչ որ կարող է ֆանտաստիկ թիվ լինի, ոչ ոք դրա մասին չգիտի։ Բանի գուղերը այլ ամենավանն ենք ասում։ Զոյա Կասմանդինյանսկայի նկարացույց չեմ տա։ Ես որպես սովետական երեխա, որպես պիոներ հերոսական օրինակների վրա դաստիարակվում էի ամենակարևոր հերոսներից մեկը, կարելի ասել կոմունիստական սրբերից մեկը, մի աղջիկ էր։ Ես իրեն չեմ մեղադրում, աղջիկ երեխա։ Զոյա Կոսմոդեմյանսկը անունով, որին գերմանացիները բռնում են, ինքը պարտիզաններին է միանում, կոմերտուի է, բռնում են, գյուղի անունն էլ հայտնի է, պյով էր, Պլեշեևկա էր ինչ-որ տիպի գյուղ, բռնում են, խոստանգում են, մահապատժի է ենթարկում, հրապարակային գյուղացիներն այնտեղ հավաքված նայում են, եւ սովետական մամուլը դա դարձնում է հերոսական մի բան, ոտք խշշող հերոսական մի այսպեսի միֆ, սկսում են ամենտեղ տարածել եւ այն զորամասը իմիջալոց, որը գնդակահարել էր Զոյա Կասմանդինյանսկային, այդտեղից գերի հրամանկար չվերցնել, բոլորին պետք էր կոտորել։ Հիմա լավ ինչի վրա են բռնում Զոյա Կասմանդինյանսկային։ Իսկ բոլոր պարտիզանական ջոկատների 90%-ը ստեղծել է ՆԿՎԴ-ն։ ՆԿՎԴ-ն երկրորդ աշխարհամարտի ժամանակ զբաղվում էր հենց պարտիզանական շարժման։ Որպես կանոն պարտիզանական ջոկատնի հրամանատար էր նշանակվում ՆԿՎԴ-ի բացարձիչան սպա կամ գոնե տեղականը։ Նույնիսկ ձեզ ասեմ, եթե ինչ որտեղ գյուղացիները կամ զինվորները սովետական ստեղծում էին պարտիզանական ջոկատ, այսպես ասած առանց կառավարման, ՆԿՎԴ-ն տեղը իմանում էր եւ ուղարկում էր կոմիսարի, որպեսզի իրենք լինեն կառավարելի եւ լինեն ՆԿՎԴ-ի այդպես էր ամբողջ ղեկավարությունը։ Ինչ էր անում Զոյա Կասմանդինյանսկան եւ ինչպես իրեն բռնեցին։ Մի միայնակ տատիկ դուրս է գալիս բակ եւ տեսնում է, որ մի
աղջիկը փորձում է վառել իր տունը։ Դրան իր տունը վառում է։ Որտեղ տատիկը ապրում է։ Միայնակ տատիկը։ Սկսում է գոռալ ախր ինչ ես անում աղջիկ ջան ձմեռա կմեռնեմ եւ այլն եւ այլն եւ այլն կռիվ դավի լսում են գերմանացի այդ բանը բաղակները կես ու ձերբակալում են հիմա կասեք ինչի է դա ինչ երկրորդական դա երկրորդական չի դա NKVD-ի հրամանաններ կոչվում է այրված հողի քաղաքականություն որտեղ մտել է գերմանացին պետք է լինի սով պետք է բոլոր գյուղերը վառվեն, պետք է լինեն անտանելի պայմաններ գոյության։ Դա մահվան էր դատապարտելու եւս մի քանի միլիոն մարդու։ Առանձին էլ ասեմ, որ օկուպացված տարածքներում զոհվել է 4 միլիոն 200 հազար սովետական քաղաքացի, 4 միլիոն 200 հազար։ Կեսից մի քիչ ավելին հрьяաները, դա գենոցիդի հոլոկոստի որպես մաս, մնացածը ռուս, ուկրաինացի, բելարուս եւ այլն հասարակ մարդիկ մահացել են ոչ միայն ուղակի ռեպրեսիաներից, այլ սովից, գնդակահարություններից, հիվանդություններից եւ այլն, տարբերակի աշխատանքներից։ Բայց ինչն է հետաքրքիր, որ սովետական միությունը ոչ թե դրա դեմ պայքարում էր, որպեսզի այդ մարդիկ փրկվեն, այլ ուզում էր, որ մեռնեն բոլորը, փաստորեն, որտեղ եթե այդ գյուղերը, եթե Զոյա Կասմադեմյանսկաները հասնեն իրենց մուրազին բոլոր այդ տարածքում մարդիկ պարզապես ձմեռը չէին վերապրի։ Մի ձմեռվանց եւս մի քանի միլիոն մարդ կմահանա։ Սա բանն է։ Հիմա հարց է ծագում ամենամեծ հանցագործությունը, իհարկե դա հանցագործություն է, բան չասեցի, Լենինգրադի բլոկադա, ես Պետերբուրգում ապրել եմ, գիտեմ թե պետերբուրգցիների համար դա ինչ ցավ է, ինչպես ես տեսել եմ մարդկանց, ովքեր վերապրել են փոքր ժամանակ, իրենց պատմություններն եմ լսել։ Եվ բարձում է որ բլոկադը որպես այդպեսին չի եղել։ Այսինքն ինչ է բլոկադը։ Այդպես ինչ ընդհանրապես չի եղել։ Ուրեմն դա նշանակում է, որ քաղաքը փակ է եւ քաղաքից դուրս գալու հնարավորություն չկա։ Նրանց հաշվարկները ցույց են տալիս, որ ցանկության դեպքում Պետերբուրգից կարելի է հանել բնակչության 80-90%-ը ամիսների ընթացքում։ Սա մեկ, երկրորդը Պետերբուրգում, Լենինգրադում են ժամանակ։ Լենինգրադում գտնվել են սովետական գլխավոր պահեստները։ Գլխավոր պահեստներն են գտնվել ամբողջ սովետական միության։ Եվ բլոկադայից այսպես կոչված առաջ շատ մեծ տեմպերով այդ պահեստները դատարկվել են սովետական միության կողմից, տարվել են այն տեղերը, որտեղ իրենց պատկերացմամբ գերմանացիները ավելի ուշ կհասնեն կամ չեն հասնի։ Սա երկու։ Երրորդը սով սկսվել է սովետական նաև այն քաղաքներում, որտեղ գերմանացու ոտ չի մտել։ Սովամահությամբ շատ ծանր դեպքերով, հատկապես հյուսիսում, որտեղ դա ձմեռը, երբ որ ձմեռն ու սովը միասին, դա սարսափելի բան է։ Դու ամառը կարող ես գնաս ծառից մի խնձոր պոկես։ Ձմեռն ու սովը դա ընդհանրապես սարսափելի բան է։ Ուրեմն դա սովետական համակարգը ընդհանրապես ինքը ի վիճակի չէր ապահովել այդ մարդկանց պայմանային բաները։ Բայց սա դեռ բան չի, սարսափելի չի։ Այս Ստալինի, դա հրամանի շարունակությունն է, որ Զոյա Կասմադեմյանսկաները պետք է բոլոր գյուղերը վառեին։ Եթե քաղաքը մեկը պետք է մտնի գերմանացին, ինչի պիտի ինքը պարեն դիտեր դառնա, հա։ Այսինքն այդ պարենը չպետք է գերմանացուն հասնի։ Իսկ իրենք հույս չունեին, որ իրենք Պետերբուրգը չեն հանձնի։ Դրանից հիշեցնում է դեռ 1812 թվականին անհամեմատ ավելի մարդկային ինչ ուզում է ցարիզմի մասին ասել, բոլշևիկի համեմատ ուրեմն ցարիզմը Ալեքսանդր առաջինը վառեցին Մոսկվա, այրեցին Մոսկվան։ Այն որ փոքր ժամանակ մեզ սովորացնում էին, որ դա ֆրանսիացիներն են այրել, դա ընդհանրապես ոչ մի աղերս չունի իրականության, ավելին ռուս պատմաբանները մինչև սովետական միությունը ընդունել են, որ իրենք ռուսներն են բան։ Այդ սովետական միությունը փոխել այդ բանը, որպեսզի ասոցիացիաներ չստեղծվեն։ Եվ նույնիսկ Լերմոնտովին հայտնի բանաստեղծությունը
скажи-ка дяде ведь недаром Москва спаленная пожаром ֆրանսուզու ատամա այսինքն սկզբից այդվել հետո տալ հետաքննությունը լրիվ ճիշտ բանասացության մեջ դրված է ոչ թե ֆրանսիացիները եկան հայրեցի ֆրանսիացիները շոկի մեջ էին Նապոլեոնը շոկի մեջ էր եւ ավելին Բորոդինոյի այդ հերոսական այսպես ճակատամարտի այն զինվորները որոնք վիրավորվել էին եւ սպաները գտնվում էին հոսպիտալներ Մոսկվայի Իրաց այսինքն այն ժամանակ բրկել են։ այն ժամանակ վիրավորվելը համարյա մահվան հավասար էր եթե մարդը նույնիսկ փրկվել է իրենք մեծ մասը այդ հոսպիտալներում կենթանի այրվեցին ասենք անասունի նման որ ասենք բանը անասնագոմը վառվում է անասունը զոհվում է մի մասին այո ֆրանսիացիները փրկեցին զուտ հումանիտար պատկերացում ինչպես կարող է այդպես Փաստորեն այդ փորձը կար եւ Լենինգրադում ուրեմն հրետանին գերմանական կարողանում էր կրակել 18.5 կիլոմետր դա ամենա բան թտանոթը այսպես կոչված կյանքի ճանապարհը հասնում էր 25-30 կիլոմետր են մի բան ասեմ ստեղ տես շատ կարևոր է հիմա մենք հումանիտար բանի վրա ենք կենտրոնանում հա բայց շատ կարևոր է հասկանալ որ 41 թվականից մինչև 44 թվական ու լավ 43-ի վերջը ասեմ հա Լենինգրադի Կիրովի գործարանը մատակարարում էր տանկեր եւ հրետանի ամբողջ սովետական միության ամբողջ ճակատով այսինքն Լենինգրադում արտադրված տանկը կռվում էր Կուրսկի տակ Սա պետք է իմանան մարդիկ, այսինքն ոչ թե տանկը կարող ես հասկացնես, բայց ուտելիք չես կարող բերես։ Մենք խոսում ենք դրա մասին, որ տիպը գիտեք ինչ կա, այտենց 100 կիլո հաց կարային տանեին, թե չէ, 100 կիլո հացը ջանդա 18 տոնայանոց 5000-ից ավել տանկա դուրս եկել Լենինգրադից, այնտեղ պատրաստվել եւ դուրս եկել, այսինքն ոչ թե չի եղել շրջապակում բլոկադա, այլ բլոկադայի մասին, որ ինչ որ մեկը ասում է, այսպես մի հատ էս ձեռդ վերցնում ես, ասես մի հատ թարս թաթալոշ ես տալիս, ասում ես բլոկադայի մասին բանը միֆը հնարեց սովետական միությունը, որպեսզի աշխարհին եւ լենինգրադցիներին բացատրի թե ինչի այո, բացատրի խի էին իրանք ինչի մեռան Եկեք էլ ասենք, որ հասցրել էին մարդկանց այն վիճակի Մարդակերության, այո Մարդակերության, բայց ամենավատը, ամենանողկալին Կոմունիստական կուսակցության ղեկավարությունը Լենինգրադում կարմիր խավիարեր ուտում փաստա նկարներով կա նկարներով եւ փաստաթղթերով, թե իրանց բուֆետներում ինչ էին տալիս Ասենք ընդհուպ մինչև Հայաստանից հասցրած բան, ծիրանի ճիր Կա որ հասել է, բայց դա չի հարցը։ Հարցը նրանում է, որ Երման ջուրը, որը դեֆիցիտ էր։ Դեֆիցիտ էր բառից բուն իմաստով, այսինքն մեկ թե այդ էր մենակ ուտելունը, հա։ Երման ջուրը ոչ միայն տալիս էին մեկ շնչին, մեկ ընտանիքին, ով կենտանի ասավ, ոչ ավել քան 1 լիտր, այլ նաև դրա համար պետք էր վճարել 30 կոպեկ։ 30 կոպեկ մարդուց ուզում էին դա ասեմ, որ Լենինգրադում ոչ մեկ չէր աշխատում, փողը չէին ստանում, որովհետև գործարաններում ստանում էին պրոտ կարտոչկեք, այսինքն փող չկար։ Ինչ եղավ արդյունքում Լենինգրադի բնակչության ամբողջ ունեցվածքը, որը ռուսական կայսրության մայրաքաղաքն էր, որտեղ դու կարող էիր հանդիպել Վրուբելի կամ բանի նկարները տան մեջ, ինչ որ մեկի տան մեջ, նույնիսկ կոմունալ բնակարանում մարդկանց ձեռը ոչինչ չթողեցին, այսպես կոչված տորքսիբերը, հավաքեցին ոսկեհեն, նկարներ, բաներ, ամեն ինչը Տորքսիները ստեղծել են իմիջիայլոց Գոլոդոմորի ժամանակ, այո, торговля с иностранцами, տորքսինը որ այդ արդեն բանը սովամահության եզրին հասված գյուղացիներից հավաքեն ինչ ձեռը կա չկա Կոպեկ բանը, ասենք մի պարկ ծորենով մարդը բերում էր իկոնա, որը ասենք ունի ֆենոմենալ արժողություն։ Պապից պապ մնացել էր տանը, որպեսզի եւս 2 շաբաթ ընտանիքը ապրի չմեռնեն, 2 շաբաթ։
Ինքը դարով իրար երկու շաբաթով կյանք էր գնում։ Դա դեռ Ես դրան նմանացնում եմ այն ինչ որ Հայաստանում եղավ։ Ես մեկը չեմ ներելու մի աշկանի սև սատանային, Լևոնին եւ Լևոնի կողքը կանգնած այսպես կոչված օլիգարխներին եւ բոլոր այդ սրիկաներին վստահաբար ասում եմ, որ նույն մոդելով Հայաստանի բնակչությանը սննկացնում էին այդ տականքները, որտեվ ես չեմ հավատում, որ մինչև 93 թիվը Թուրքիայի սահմանը բաց, Հայաստանը չէր կարողանում իրան ապահովել ծորենով, սահմանները բաց էին։ Եվ ամբողջ աշխարհի հայությունը շատ լավ իմանալով դա ինչ է, չէր կարող։ Ես վստահաբար շարունակում եմ պնդել, որ այդ սրիկաներն ու տականքները, որոնք այդ տարիներին հարստացել են, վաուչերներ էին վերցնում, մարդկանց ոսկեղենն էին հավաքում, տներն էին $3000, պրոսպեկտի վրա $3000 տուն էին առնում։ Կարճակ, ես իմ վաուչերները օղիով եմ փոխել, որպեսզի նոր տարին ծնողներս ուրախանան, դե հայկական ընտանիքը, բան, օղի բերեցի, մայրս երջանիկ, ուրախ, որ ես մեր տան վաուչերներն էի տալու։ Լավ, արի դրա մասին հետո խոսենք, մի քիչ երկարում է արդեն հիմա լենդիզի մասին, որ մենք ոչ թե կոնցեպտ ենք տալիս պատերազմի, այլ առանձին էպիզոդներից ենք խոսում, որոնք էությունը երևույթի բացատրում են։ Ուրեմն, երբ որ լենդիզի որոշումը եղավ եւ օգնեցին օգնել սովետական միությանը, ամեն ինչ անում է սովետական միությունը ասել, որ դա հեչ բան էր, առանց դրա էլ մենք Պուտինը ավելի հեռու գնաց։ Ուրեմն այդ բանին կերպարին հարցնում են, ասում են, իսկ ինչ եք կարծում, առանց Ուկրաինա կհաղթեր սովետական միությունը, ասում են, իհարկե կհաղթի։ Այսինքն, ուրեմն, երբ որ նայում ես թվերը, երբ որ նայում ես զոհերը, երբ որ նայում ես մարդկային դեֆիցիտը եւ այլն, 2 միլիոն ուկրաինացի զինվոր կռվել, հա, 2 միլիոն սովետական բանակում։ Իսկ եթե այդ 2 միլիոն ուկրաինացիներին հանեիր, 500-600 հազար հայերին հանեիր, բոլորին հանեիր, իրանք իրանց հերոսական ռուս հալով էլի կհաղթելու էին։ Բան պետք է ավելացնեմ։ Սկսեցիր ինչից։ Սկսեցիր հունիսի 22-ից։ Այո։ Հուլիսի 2-ի դրությամբ Մինսկը գրաված էր։ Կիևի անկումը դա օգոստոս սկիզբ։ 1 ամսվա ընթացքում։ Ուրեմն սահմանից սովետական միության այդ ժամանակ ավելի շուտ շփման գծից սովետական զորքերի եւ գերմանական զորքերից մինչեւ Ուկրաինայի սահմանի այս ծերը 1200 կիլոմետր է։ Ուկրաինայի այդ սահմաններից մինչև Մոսկվա 850, այսինքն այդ բունկերային առնետը, որ էշեշ դուրս չտա, շատ ավելի լավ կլինի, որտեվ այդ տարածքը 800 կիլոմետրը մոտավորապես, գերմանական զորքերը 22-ին հունիսի, անցան 22-ից մինչև օգոստոս, իրանք անցել են 1000 կիլոմետրից ավել, այսինքն պատերազմը սովետական միության եւ Հիտլերի միջև կավարտվեր ընդամենը 25-30 օրում, որովհետև դեմները առնող չկար։ Հա, իմիջիալոց մեկ բան է, չէ, կոլաբորացիոնիզմն է շատ սիրած թեմա, ուրեմն 1.5 ռուսների մեջ ավելի շատ է։ Այո։ Ուրեմն մոտավորապես 1.5 միլիոնից 2 միլիոն, ինչի այնտեղ թիվը բանը, օրինակ կամպահեր, մարդը քաղաքացիական պատերազմի ժամանակ պարտվել է բոլշևիկներից, գնացել է, դու ինչ իրավունք ունես իրան սովետական քաղաքացի համարելու, ինչ իրավունք ունես իրան դավաճան համարելու, ինքը արդեն նոր չէ, աշխարհում լրիվ նոր մի հատ պետություն է ստեղծվել, որը դրանից առաջ չի եղել, սովետական միություն, այդ մարդը արդեն քո սովետական միության հետ որևէ կապ չունի, բայց բռնում էին դավաճանության հոդվածով էին դատում եւ մահապատժ էին ենթարկում։ Մի մարդու, որը մի ժամ իր կյանքում սովետական քաղաքացի չի եղել, ռուսական կայսրության հպատակը։ Հիմա ինչ է հպատակ ասում, որտեղ միապետություններում, որոնք չունեն պարլամենտ, քաղաքացի չի լինում, լինում է միայն հպատակ։ Ուզում է Օսմանյան կայսրությունը լինի մինչև պարլամենտ ընդունելը, ուզում է բան։ Եվ պաշտոնապես էլ դա այդպես է։ Դեռ ինքը քաղաքացի չի, ինքը երկրի կառավարմանը չի մասնակցում, ինքը հպատակ։ Հիմա կա պատմաբան Սոլոնին արգելված, փախած Ռուսաստանից լավ է հասցրեց ժամանակին գնալ,
որովհետև հաստատ հիմա ինքը նստած կլիներ, տարիքով մարդը չգիտեմ կվերապրեր թե չէ, շատ հետաքրքիր ուսումնասիրություններ ունի Թվերով, Պաստերով եւ այլն երկրորդ աշխարհամարտի հետ կապված, եւ կա հայտնի իր հարցազրույցը, դե Գորդոնին կարծում բոլորդ գիտեք, այս ցկադրնա, եւ ես չեմ դիմանա, որ մի բան, որպեսի լենդլիզն էլ հասկանանք, դա ի՞նչ է, մի քիչ խոսենք հայկական մասնակցության մասին էս ամեն ինչին ու արդեն կհասնենք նրանց մայիսին է մեր համար ինչ ամենակարևորին այստեղ կարծեմ կարող շատ ասելիք ունենա ես կաշխատեմ հիմա շատ արագ հիմա ես որպեսի շատ ավել պակաս չխոսամ ուղակի մեջբերում եմ անում այդ հայտնի հաղորդումից որը միլիոնավոր ունի բաներ դիտումներ հայրեն հարցերը հանել եմ Գարդոնի որպեսի արագ լինի եւ այսպես մի վարքյան մենք տեսանք այս մարդկանց անցնենք ամենակարևորին դա 34 տանկ հա так դա 34 տանկն է սա հայտնի ամենա այսպես պատերազմի ընթացքը որոշող զինատեսակներից մեկն է որ ընդհանրապես եղել է ինքը հատուկա տենց փողու հանեցի Արդեն ոչ դե Գարդոնի քաչալի վրա ուրեմն նայեք սա տանկն է սա էլ տեսեք ոնց էլ է պարտանում սովետական միությունը որ այդ տանկերը բանը սա մենք անում ենք տեսեք այդ որ ասում ես Պետերբուրգից գնում են ուրեմն հիմա կարդում եմ մեջբերում եմ Սոլոնինին, որը իր կյանքը ամբողջ հատկացրել է արխիվներում, փաստաթղթերով եւ այլն եւ լուրջ պատմաբան։ Դա 34 տանկ։ Շարժիչը ձուլված է ամերիկյան ալումինից, այն պատված է զրահով, որը պատրաստված է ամերիկյան պողպատից։ Այդ տանկն ունի աշտարակ, այն պտտվում է։ Ինչու է պտտվում։ Որտեղ աշտարակի օղակը պատրաստվել է ամերիկյան հաստոցի վրա, սեփականը չկար։ Այս աշտարակը կրակում է 85 մմ-անոց արկ, որը կարող է խոցել գերմանական Պանտերայի զրահը, որտեղից է եկել թնդանոթը։ Ամերիկացիները ուղարկեցին սարքավորումներ, որոնք կարող էին գայլի կոնել սվերլիտ, այդքան երկար փող։ Բնականաբար տանկի հրամանատարը իր ենթակաների հետ կապ էր հաստատում ամերիկյան ռադիոկապի միջոցով։ Թնդանոթը կրակում է արկեր, որոնցում ամերիկյան վառոդ է, ամերիկյան պայթուցիկ նյութեր եւ ամերիկյան արույրից լատում, պատրաստված փամփուշտատուփ, այսինքն գիլզա։ Տանկի գլդոնները, որի վրա ինքը այդ բանը պտտվում է, ունեն ամերիկյան կաուչուկից պատրաստված ռետինե բանդաժ։ Փորձեցինք դա անել առանց բանդաժի, կախոցի հերը անիծվում էր։ Այսինքն ընկնում էր, չէ կարող դիմանալ։ Հիմա սա դա 34-ն է, որը որոշեց հաղթանակի մեծ դեր ունեցավ հաղթանակում։ Այս ամենը միասին կոչվում է խորհրդային տանկ, բայց իրականում դրա կողքին դեռ կա ամերիկյան Շերմանը։ Հիմա ես ցույց կտամ ձեզ Շերմանը ամերիկյան։ Մի վարքյան, ուրեմն ոչ մի սովետական, ես ի տարբերություն Կարենի զինվորական պատմության եւ այլն մեծ այսպես սիրար երբեք չեմ եղել ոչ մի սովետական ֆիլմում երբեք ես այս տանկը չեմ տեսել բայց բարձում է տանկը շատ կարևոր տանկ է ինչ է ասում Սոլոնինը երբ ձերքս ընկավ Սոլոնին Վիլնյուսի գրավման վերաբերյալ փաստաթղթերը 39 թվական նայեցի այդ բրիգադների զինտեխնիկային, որոնք մասնակցել են եւ յուրաքանչյուր երրորդ տանկը ամերիկյան Շերման է։ Եվ շատ զարմացա։ Ուրեմն ամեն երրորդ տանկը, որը մտել է Վիլնյուս, եղել է ամերիկյան այդ Շերման տանկը, որ հիմա դուք տեսնեք։ Հանցանք առաջ։ Մոռացա ամենակարևորը՝ ավիացիոն բենզինը։ Պատերազմի ժամանակ խորհրդային ավիացիան օգտագործել է 3 միլիոն տոննա բենզին։ 3 միլիոն տոննա բենզին։ Դրանցից 1 միլիոնը պարզապես ամերիկյան բենզին է, 1/3։ 1 միլիոնը խորհրդային 76 օկտանային բենզին, ռեգուլար այն բակասային։ Որը նոսրացված է ամերիկյան բարձր օկտանային հավելանյութերով։ Իսկ 1 միլիոնը ավելի շուտ խտացված է, ճիշտ կլներ թարգմանել, հավելանյութերով։ Իսկ 1 միլիոնը ամերիկյան տետրաեթիլ կապարով պատրաստված խորհրդային բենզին։ Այսինքն 3 միլիոն լիտր բենզինից
առանց ամերիկյան մասնակցության արտադրվել է 0 լիտր բենզին։ 0 կամ ուղիղ ամերիկյան կամ ամերիկյան տեխնոլոգիաներով։ Ոչ միայն տեխնոլոգիաներով, այլ ամերիկյան քիմիկատներով, որոնք գալիս էին եւ օգտագործում էին այդ բանը։ Հիմա իրենց ասելով իրենք առանց սրա էլ կարող էին հաղթել։ Ուրեմն լավ, եւ ես միշտ մոռանում եմ բժշկական լենդլիզի մասին։ Դա 40 միլիոն գրամ ստրեպտոցիդ է։ Ես միշտ դիտավորյալ այսպես եմ գրում 40 միլիոն գրամ, որովհետեւ մեկ վիրավորին, մեկ վիրակապելու համար 1 գրամ ստրեպտոցիդ է պետք։ Դա 40 միլիոն վիրակապ է։ Կրկնում եմ վերջին նախադասությունը։ Դա 40 միլիոն վիրակապ է։ Քանի մարդ է ողջ մնացել իր ոտքերով, որոնք մինչև աճուկ կտրելու կարիք չի եղել։ Մենք, այսինքն սովետական միությունը, վիրակապեր չունեինք, մենք լվանում էինք վիրակապերը, այսինքն օգտագործած վիրակապերը լվացել են եւ օգտագործել են։ Հիմա մենք նաեւ մեր պատերազմներից ավաղ գիտենք, թե քանի կյանք է փրկում կամ ընդհակառակը կործանում, առաջին բուժօգնության դինել չլինելը որակը անորակությունը եւ այլն։ Զոհերի առերի մասը նաեւ մեր բանակի զոհերի դա կապված է հնարավորությունից, անհնարավորությունից, որակից, պատրաստվածությունից առաջին բուժօգնության։ Ուրեմն իստենտոցիտը դա այս առաջին բուժօգնությունը չի միայն, դա ընթացքն է։ Այստեղ քեզ եւս միլիոնավոր փրկված կյանքեր, ել չեմ ասում հաշմանդամներ, որ ձեռք չունի, ոտք չունի եւ այլն եւ այլն։ Սա եւս մի բան, այս Շերմանից էլ ազատվեցիք։ Իմ չալուց լրագրող Գարդոնը այդտեղ ավելացնում է եւ ճիշտ է ավելացնում։ Բա մթերային լենդլիզը Տուշոնք են իհարկե։ հայտնի։ Տուշոնք են սուրճը սովետական միությունում չգիտեին այն ինչ որ կոչվում է խտացրած կաթ, դա ինչ է։ Տուշոնկան չկար։ Ուրիշ բան աս, լավ, դա թողենք, ես այդ լիքը բան կա ասելու։ Պացիմատը, շոկոլադը, գալետները, շոկոլադը, ընդ որում դա ոչ միայն բանակի զինվորի համար, որպես չփչացող ուտելիք, որը երկար կարելի է պահել, դա կյանք է փրկում, որովհետև կարող է մի ամիս չլինի, այն է սովետական մենք տեսնում ենք, թե ոնց էր աշխատում այդ բանը, մատակարարման համակարգը, սովից կմեռնեին այդ շոկոլադով, պաքսիմատով մարդիկ ապրել են մինչև հասնեն ինչ-որ մի բանի, որ կարող են արդեն մատակարարվել։ Բաները ավիացիան, աերակոբրաները, հայտնի բոլոր սովետական ասերը աշխատել են ոչ թե Միկոյանի, որքան է որ մեզ տհաճ է դա լսել, Միկոյանի ինքնաթիռների վրա, առավել եւս այն բառադիների Յակովլև, Մակովլև, դա եղել են աերակոբրաներ, Տուպալևի բոլոր տուները, ինքնաթիռները, դրանք ամերիկյան ինքնաթիռների կոպիաներ են։ Պատերազմից հետո դրանք յունկերսներ են արդեն Գերմանիայից գողացած, բայց մինչև այդ դրանք Տու-2-ը, բանը, դրանք բոլորը, բացի Պոլիկարպովից, P2-ը, որը 30-ականները, բոլոր մնացածը գողացած են։ Այսինքն, երբ որ լենդլիզի մասին մարդիկ խոսում են, իրանք սխալ են, նույնիսկ հիմա ենք մենք սխալ ասում, դա բեռնատարները, տասնյակ հազարավոր բեռնատարները, այո, կատյուշաները, որոնք առանց որի այդ մատակարարումը կմեռներ պարզապես վերջը, կփակվի։ Այո, որովհետև ձիերով էին մարդիկ շարժվում։ Ձիերով, ես այնտեղ ուրիշ բաներ կան։ Շատ կարևոր է արում, այդտեղ ուղղակի շեշտադրումը, որպես հեսա կթողեմ բանանց։ Սա ոչ թե ամերիկյան եւ բրիտանացիների չենք մոռանում, որտեվ Վալենտայն տանկեր կային ամենասկզբից, հա, իրանք այդպես մասնակցում էին Չերչիլ բաներով, իրանք 41 թվականից ավելին, իրենք իրենց նավերով էին բերում, այդ լենդլիզի շատ ապրանքներ հասցվում էին կղզիներ ինչ որ միտեղ, այնտեղ նավերով բրիտանացիները բերում հասցնում էին Մուրմանսկ, այսինքն իրենք էին այդ հայտնի PQ-19 կանվոյը կա, որտեղ բրիտանացի ուղղակի նվիրյալ մահանալով բերել են։ 3 ճանապարհ ա եղել, մեկը այդ Արխանգելսկով, ընդ որում հետո այնտեղ պրոբլեմատիկ է դառը, որտեղ նորվեգյան գերմանացի Նորվեգիայից Հայաստանով, չէ, Իրանով, Ադրբեջանով, Հայաստանով, դե Հայաստանով գնացել է, ընդ որում Օրբելյանն է դրան մասնակցել։ Բուն Օրբելյանը, որը որ եղել է այն ժամանակ Էրմիտաժի բան եկել էր այստեղ, հատուկ փաստաթղթեր կան, գտել եմ այդ փաստաթղթերը, նայել եմ այդ փաստաթղթերը։ Երրորդ ճանապարհը բանը Ալյասկա Չուկոտկա,
Դե Ալյասկա Չուկոտկա դժվարությամբ էր, բայց աշխատում էր ամեն դեպքում։ Բայց հիմնական ճանապարհը Թեհրանն էր։ Ավիացիան ասեցինք, տես, խնդիրը պետքա վերաձևակերպել եւ խոսել նրա մասին, որ ոչ թե Ամերիկան եւ Մեծ Բրիտանիան օժանդակել են սովետական միությանը, այլ սովետական միությունը նստած է եղել այդ երկրների բյուջեների եւ արտադրության վրա եւ դրա շնորհիվ կարողացել է հաղթել բացառապես, որտեվ օժանդակություն չի, երբ որ դու քո 41 թվականից հետո արտադրության, ռազմական արտադրության 80%-ից ավելի եղել է կամ ամերիկյան տեխնոլոգիաներով, կամ ամերիկյան ապրանքներով, որտեվ հիմնական արտադրական կենտրոնը Ուկրաինան էր։ Ուկրաինան քանդեցին, տարան այդ լեգենդը, որ մենք ստեղ կարանք գործարանը քանդենք, տանենք այնտեղ հավաքենք, այդ տենց չի։ Տենց չի, դու այնտեղ որ հավաքում ես, շուտ մի բան պետք է բերես, լոգիստիկա չկա, բան չկա, այսինքն ամերիկյան մեծ հաշվով ամերիկյան եւ բրիտանական օժանդակության շնորհիվ սովետական միությունը կարողացավ ընդհանրապես չհանձնել Մոսկվան, չպարտվել Ստալինգրադի տակ, հաղթել Կուրսկում, Կուրսկի տակ եւ ի վերջո դուրս գալ բանի, հա։ Բացի դրանից նույն Սալոնինի մոտ ֆանտաստիկ բաներ կան։ Գերմանիան իրականում արևելյան ճակատը դիտարկում էր երկրորդական։ Այո։ Այո։ Այն ինչ որ պետք է մարդիկ ֆիքսեն, հիմնական պատերազմը գնում էր Ատլանտիկ օվկիանոսում, ասենք Սուզանավերի արտադրության վրա զուտ քաշով ավելի շատ ռեսուրսա ծախսվե, քան տանկերի։ Միայն Սուզանավերի վրա, այո, միայն Սուզանավերի վրա 3 անգամ ավելի շատ մետաղ ու տեխնոլոգիա ծախսվե, քան բան։ Բայց այսպեսի մի հատ նրբություն կա, Կարեն ջան, որը մենք պետք է նաև բանանենք։ Ինչի։ Այստեղ հարցը չի, որ արհամարում ենք սովետական մարդկանց նաև մեր պապը, հարցը դա չի։ Ասենք սովետական միությունը տարածք կա կորցրել, ահռելի, անասելի Եվրոպայի չափ տարածք կա կորցրել, ինքը փորձում է իր տարածքը վերականգնի։ Ասենք վերականգնեց, հետո ինչ։ Իսկ անգլիացիները եւ ամերիկացիները խփում էին բուն Գերմանիային, հենց Գերմանիային էին։ Իրենց քաղաքներն էին գետնին հավասարեցնում, Համբուրգը 45 թվին, արդեն Դրեզդենը 44-45 թվերին եւ այլն։ Այսինքն դրանց դեմ պայքարը դա կոնկրետ դու քո տունն ես պաշտպանում, քո երեխուն, քո կնոջը, քո քաղաքը։ Իսկ սովետը ասենք Կուրսկը վերցրեց, ասենք Կիևը հետ վերցրեց, Կիևը միջև 41 թիվ գերմանացին Կիևի տեղը իմացել է դրա մասին։ Հասկանում ես, դա ինչ որ տարածքներ են։ Իսկ Գերմանիան անգլիացիների հետ կռվում էր ճակատ Գերմանիայի տարածքում, կարելի ասել, օդում։ Սկզբից Անգլիայի օդում, դա իմիջիայլոց ամենակարևոր բաներից, եւ որ սովետական միությունը եւ Գերմանիան կիսում էին Եվրոպան, միակ պետությունը Բրիտանիան էր Եվրոպայում, Անգլիան, որը այսպես կոչված ճակատամարտ երկնքի համար ահռելի զորություններով կարողացավ դիմանալ 40-ից 41 թիվ։ Այո, բանի, այնտեղ շատ ծանր մի պահ ա եղել, երբ մարտերը գնում էին Նորվեգիայի համար, Նորվեգիայի ահռելի կարևորությունը էր, որ նախ ինքը դուրս էր գալի դեպի Նորվեգիայի պաշտարները, երկրորդը ինքը հյուսային ծովներ պահում, նավթ գազը դեռ չկար, բայց նաև ապահովում էր Շվեդիայի վրա դուրս գալ եւ Շվեդիայից բան բերել։ Շվեդիայում ամենամեծ Եվրոպայում իրականում մետաղի հանքերն են, ֆերրումի հենց։ Եվ այդ խնդիրն է լուծվում։ Հիմնականում մատակարարում էր Գերմանիային, դրա չեզոք է։ Չեզոք է, մարդ չկա։ Չէ, եթե Գերմանիան Նորվեգիան չգրավեր, ստիպված պիտի բրիտանացի։ Հա, որտեվ այնտեղ օպերացիա էր գնում Դանիայի եւ Նորվեգիայի համար, գերմանացիք վերցրեցին այդտեղ Դանիայի Նորվեգիայի համար պատերազմ։ Եղել է երկրորդ աշխատամարտի ամենասենց նուրբ, ամենաբան կետը, որտեղից որ ամեն ինչ կարար կոտրվեր։ Ֆրանսիական եւ բրիտանական կորպուսը, որը Նորվեգիայում կռվում էր, ուղղակի ֆանտաստիկ դժբախտության շնորհիվ չի կարողացել գերմանական զորքերը ջախջախել։ Այսպես կոչված բլոկադայի տարիներին Պետերբուրգում բաներից ռմբակոծություններից զոհվել է մոտ 2000 հոգի։
ողջ ընթացքում։ Ահա, ընդ բան չի եղան։ Սա սովա, սա սով ծուր բան։ Լոնդոնում մոտ 40-50 հազար հոգի զոհվել է եւ 2/3 տների քանդված է եղել, որովհետեւ դուք հասկանաք այդ օդի պատերազմը ինչ էր։ Այդ չէ, սխալ ասացի, ոչ թե տների 2/3-ը քանդած եղել, այլ լոնդոնցիների 2/3-ը տուն են կորցրել, այսինքն ապրելու տեղ չեն ունեցել։ Բայց այնտեղ սով չի եղել զանգվածային։ Լավ, ես հիմա սենց ասեմ, FAO-1-ը եւ FAO-2-ը, այդ հրթիռները, FAO-2-ը ինքը մեծ հաշվով սենց էր, ինքը մոտարապես 1000 տոննա էր։ Օրեր են եղել, որ Լոնդոնի վրա 100 հատով են ընկել։ 100 հատով։ 100 հատով։ Օրեր են եղել եւ մի գիշերվա մեջ Լոնդոնում զոհվել է 2500 հոգի ռմբակոծությունից։ Ընդ որում 2500 հոգի մի օր մի գիշերվա մեջ։ Ռմբակոծությունը հեշտ ենք ասում, պատկերացնում եք մի հատ ռումբ է գալի, հետևից գալիս են ռումբեր, որոնք այն ինչ որ մեր մոտ սխալմամբ ասում են ֆոսֆոր, սպիտակ ֆոսֆոր։ Այդ սպիտակ ֆոսֆոր չի, տերմիտ է։ Առաջի ռումբը գալիս է, տանիքը մաքրում է, տակը մնում են փայտյա կոնստրուկցիաներ։ Եվ հետևից վրան ընկնում է այդ տերմիտները, պուճուր 2000 Ցելսիուս հրավառության այդ բանը այդ որ տենց սիրուն նայում ենք, ժպտում ենք, ծափ ենք տալի, այդ է անգնում։ Այդ ցանկացած տանիքի տակ, պատկերացնում եք ինչքան փոշի է։ Էդի ընկավ այրվումը։ Այսինքն մենք պետք է նաև հասկանանք, թե Բրիտանիայի համար դա ինչ է։ Եվ երբ որ բրիտանացի կամ ամերիկացի ասում են, որ իրանք այս պատերազմը տարել են, ամերիկացիքը լավ գումարով ու այդքան Գերմանիայի դեմ չեն խաղացել, բայց բրիտանացիք եղել է պահ, որ միայնակ են եղել, ամբողջ աշխարհում միայնակ։ Մոտավոր, ասենք, բասի մի տարի 10 ամիս։ Մայիսից 40 թվականի մայիսից մինչև 40 թվականի ճիշտ է, Ֆրանսիայի հանձնվելուց Դունկերկից հետո։ Հա, Դունկերկից հետո։ Ընդունեցի, հա։ Սկզբից Ֆրանսիան միայնակ են եղել։ Չէ, պետք է նաև հասկանալ, որ դա բրիտանական կայսրությունն էր, որը ամբողջ մայրցամաքի 40%։ Բրիտանական կայս, բայց ինչի էին պետք է սուզանավերը, որպեսզի Բրիտանիայի կապը Բրիտանիայի կայսրության հետ։ Այսինքն Գերմանիան արտադրում է, որպեսզի Բրիտանիան կտրեր Կանադայից, Ավստրալիայից, Աֆրիկայից, Հնդկաստանից եւ այլն։ Ես մի հատ բան եմ ուզում նայ, խնդիրը ինչի՞ ջղայնանում ես մեր պատմական ծրագրի վրա դպրոցական։ Մենք բացենք թող, լավ, մենք ձեռք ենք բերել հետո այդ գիտելիքը։ Այս նոր սերունդը ինչում կատաղում ես այսպես կոչված գիտության կրթության բանի։ Մեր պատմության գրքերում չկա դրվագ, որ բացատրի եղբայր Հյուսիսային Աֆրիկայի վրա ինչի էին այդքան գումարներ ծախսում, պատերազմ այնտեղ երը տենց գնում։ Ինչի ենք մենք գնում Հյուսիսային Աֆրիկայի մասին ոչինչ չէինք սովորում, բայց այնտեղ էր հիմնական պատը Սուեզի համար էր կռիվը։ Ազատ Ֆրանսիան, Դեգոլը, Ռեզիստենը, Միսակ Մանուշյանը ով է, ինչի համար մեր մոտ, գիտեմ որ Միսակ Մանուշյանին տարան Ֆրանսիայի Պանթեոն, բայց ով էր։ Ես քեզ կտամ հիմա, բայց մենակ մի բան ասեմ, իմ կարծիքն է, սա արդեն պատմական, ես պատրաստել եմ նյութեր, այդ թերթերից բան եւ այլն, թե քանի դիվիզիա, մի կողմ թողենք, մարդիկ օգնեցին։ Ուրիշ բան ասեմ։ Ուրեմն Թուրքիան չի մասնակցել երկրորդ աշխարհամարտի, կարողացավ պլստալ։ Պահեր կար, որ Գերմանիան պլաներ մշակել վերցնելու զուտ որպեսի բաները հանգարց Բոսֆորը եւ բան չհասնեն ռուսների, զուտ կա եւ անգլիացիների։ Պահեր կա, որ իրենք ուզում էին գերմանացիների կողմից մտնել, բայց Ստալինգրադը ասացին գործ չունենք եւ այլն։ Հիմա դա փաստը չի մասնակցել։ Ինքը Ալեքսանդրիադի սանջակը ստացավ առանց կռվի։ Այն որ հիմա կոչվում է Աթայ։ Այո։ Ու քանվել։ Այդ որ բանը, մեր բանը այն որ ուզում է գնա ուկրաինական արդարացված հնարավոր ռմբակոծման զոհը Փաշինյանը, որ ասում է 29800, ուրեմն Հայաստանի ԽՍՀ-ն մտել է, ես տեսեք Արցախից չեմ խոսում, ոչ մի չեմ, Նախիջևան չեմ ասում։ Մոսկվայի եւ Կարսի պայմանագիրը ընդունում ենք որպես դառը փաստ։ Չենք 29800 չի մտել, չէ 31000-ով մոտավորապես։ 31000 կիլոմետրով մտել է սովետական միություն, ճիշտ է։ Այսինքն հայ ժողովուրդը միայն սովետական կողմից մոտ 500-ից 600 հազար հոգի մասնակցություն է ունեցել
300,000-ը դա մի քիչ չափազանցված թիվ է։ 200,000-ից մի քիչ ավելի զոհատու, բայց էլի ֆանտաստիկ։ 23%-ը Հայաստանի բնակչության բանակում է։ Սովետական միությունում ապրող հայերի ամեն 4-ը սովետական բանակում է գտնվում։ Որտեղ 4 հայ կա, մեկը բանակում է։ Այդպեսի ազգեր նույնիսկ քիչ կան, էլի սովետական միություն։ Զորամիավորումները, որից ամենահայտնին հիմա ինչ-որ մի հատ կինո են անել, 89-րդ այսքան Թամանյան դիվիզիան, հա, որ Քոչարի է πάρել եւ այլն։ Հա, ուրիշ բանի վրա փող ծախսելու չկար։ Հիմա բան չէ, սովետական, ռուսական ռոպագանդա է, Pobeda Besey արել, այդ ամեն զորը տվել են։ Չենք ասում, որ 100,000 հայ մոտավորապես կռվել է հակահիտլերյան կոալիցիայի այլ երկրների բանակներում եւ պարտիզանական ջոկատներում։ Եվս 100,000 հոգի։ Իհարկե 20,000 հոգի էլ եղել են հայկական լեգիոնում, որից մի մասը օրինակի համար բան են արել դենսելեկել են եւ մի ամբողջ պարտիզանական գունդ են ստեղծել Ֆրանսիայում։ Ֆրանսիայում այսպես կոչված, եթե չեմ առաջին սովետական պարտիզան հենց անունն էր, առաջին սովետական պարտիզանական գունդը 90%-ով հայկական լեգիոնի դասալեկած հայերի ծեր կազմված, այսինքն հայկական գունդը իրական։ Մանուշյանի անունը տվեցիր, էլի անուններ կան Ֆրանսիայում, Բուլղարիայում, ամենուր։ Ամերիկյան բանակում հերոսներ կան հայկական բանակ, հայ ցակնով։ Այդ բանից հետո Հայաստանը 31,000 քառակուսի կիլոմետրից, երբ որ այդ անդերը փլվեց, այնպես ստացվեց, որ ինքը 20,800 է։ 800 չի, բանը Ողայիչը ինչ որ բանան, չէ՞, դա սրում բանան, տաշում է, ինչ որ 27,000 չէ, 28,000 տաշում է, չէ՞, բան գնում է փոքր։ Ասիկ, այդ ինչ հայրենական պատերազմ է, այդ հայրենիքի համար այդ պատերազմը։ Ես ընդհանրապես զարմանում եմ, կամ լավ, հայկական լեգիոնը վեցնենք։ Այդ մարդկաց, որ իսկապես անկեղծ հավատացել է, որ թուրքական բանակը ցանկացած պահի կարող է մտնել Հայաստան, ու ուզել են գերմանական բանակի հետ միասին առաջինը հանգան հասնել, որպեսզի ինչ որ ցեղասպանության շարունակությունը չլինի։ Հիմա ո՞նց կարելի է հիանալ Կարագին Նժդեհով, դրա անունը տալ եւ այլն, ու բայց եւ կրկնել Պուտինի եւ FSB-ի ստեղծած բոլոր հեքիաթները երկրորդ աշխարհամարտի մասին։ Այդ նույն ուղերներում դա ո՞նց է տեղավորվում, ես ուզում եմ հասկանամ, էլ ո՞նց։ Ու վերջի բանը ասեմ, ու քեզ բանը կտամ, խոսքը կտամ։ Հայրենական պատերազմը կարող է լինի միայն մեր հայկական հայրենիքի համար։ Հայ ժողովուրդը, գուցե դուք պատմությունից տեղյակ չեք, Օսմանյան կայսրության համար, արևելյան հռոմեական, այսինքն ժողովրդական լեզվով ասած բյուզանդական կայսրության համար, ռուսական կայսրության համար, այնպեսի հերոսներ ու կռիվներ տվել, այնպեսի բաներ արել, այդ ունե Օսմանյան, հա։ Օսմանյան բանակի ռազմական զինվորների բժիշկների 90%-ը երևի, եթե ոչ 100, ինչ ազգության են եղել։ Հա, որպես սպայական կազմ չի եղել, թույլտվություն չի եղել կռվելու քրիստոնյաներին, բայց բժիշկները եւ բաները, այո, իրենք են եղել։ Բժիշկներ, քվարտիրմեյստերներ, լոգիստիկայի հարցեր, ու ավելին, երբ որ արդեն եղել է լիբերալիզացիա, իբր եւ թույլ են տվել, այո։ Բալկանյան կռվում։ Մենք ես հպարտանում եմ եւ համարում եմ հայ եւ բուլղար ժողովուրդների եւ եվրոպական դա եվրոպական նշանակություն ունի, որ մեր Անդրանիկը, Նժդեհը կամավորապես կռվել են առաջին Բալկանյան պատերազմում, բայց հարցը այն է, որ Օսմանյան բանակում մի քանի զրո ավել հայա կռվել էր այ, որովհետև իրանք Օսմանյան նպատակ էին, ոչ կաս մեղադրես, ոնց որ սովետական քաղաքացի։ Դե ով որ կարդացել է Ֆրանց Վերֆելին, ոչ թե ուղակի լսել է Մուսալերանից, այլով կարդացել է Ֆրանց, այո, ինքը հենց Բալկանյան պատերազմի հերոս էր։ Հերոս էր, բայց այս կողմից էր հերոս, էլ։ Այս հա թուրքական բանակի։ Թուրքական կողմից, հա։ Այս ես աշխարհագրությունը նկատի ունեմ, այսինքն Արևմտյան Հայաստանին։ Հա։ Ուրեմն մի հատ հարց ծագում։ Այդ պատերազմները հայրենական չեն։ Իսկ այս անդերը ես նկատի չունեմ այն պատերազմը, որում իմ պապը կռվել է որական, որում մենք 200 զոհ ենք տվել, այլ Պուտինի
UFS բեշնիկների գլխում այդ հնարած այդ անտեր պատերազմը, որը չի եղել իրականում։ Այնպես ինչպես իրենք են պատմում չի եղել, ինչպես իրենք կինոներում են նկարում երբեք չի եղել, ինչպես իրենք գրքերի 90%-ում են գրում չի եղել։ Այդ ոնց Ես մի դառնա բան ասեմ, այս մեր ֆիլմն էլ է այտենց, ես չգիտեմ որ մի տականքն է սրան գումար տվել, եւ որ մի սրիկան է սա նկարել, որովհետեւ սաղ սուտ է։ Ես գիտեմ որ փողը մեծ հավանականությամբ բանն եմ ասել եմ քեզ տրեյլերն եմ տեսել կինոյի Հա, ես էլ եմ տրեյլերը տեսել մետրոներում ու բաներում ինքը պտտվում է, բայց ես գիտեմ, որ իրանք չեն գրել, որ այդ նույն դիվիզիային 42 թվականի հունվարին, որ իրանք եկան Գրոզնիում կանգնեցին հունվար-փետրվար ամիսներին, հրաման ա տրվել չեչենական բնակչությանը ոչնչացնել եւ աքսորել։ Այդ նույն հայկական դիվիզիան ծրվել է, այսինքն չի կատարել հրամանը, դուրս է եկել եւ չի վերադարձել Զորամասից, սարերում են եղել եւ Բերիայով բանով ընկած ման են եկել, իրանց խնդրել են հետ են բերել, որ ասել են էլ չեն կասի այդպես բան, որտեվ իրանք հասկացել են, որ մի հայկական դիվիզիա Հյուսիսային Կովկասում, որը հենց նոր հասկացավ, որ ախր սաղ Եղեռնից նոր են դուրս եկել, Եղեռնի երեխեք են դրանք։ Իրանց ասում են դուք պետք է ստե Եղեռն անենք, բարձր ասում են առրա ձեր բախտից հրացանները ձեռը դուրս են գալի, ծրվում են սարերում։ Դա պետք չի ոչ մեկին։ Մի կերպ հետ են հավաքում, բայց այդ դիվիզիայի առաջի կանչը 80%-ով ոչնչացնում են Բուձոնի ձեռներով, այսպես կոչված Քերչենսկա Ֆեոդոսիվսկի օպերացիա։ Սարսափելի։ Մեր իմիջայլոց Գալիպոլին, մինչև այսօր ավստրալիացիները, բրիտանացիները, կանադացիները, հատկապես ավստրալիացիները համարում են ողբերգություն ազգային։ Կերչը մեր Գալիպոլինն է։ Մեր Գալիպոլի ճակատամարտը Նորից եմ ուզում ասեմ, որ այն հայկական պաշտոնյան, որը այս տոնը նշում է բաներով, այն լենտաշկեքով, կալառացկի ժուկի գույնի, կամ այն ով որ խոսում է սրա մասին որպես մեծ հայրենական պատերազմ, ինքը սրիկայա ու տականք։ Մենք կորուստ ենք տվել ազգի լավագույն ոչ միայն ամարտկանց, այլ նաև նրանց, ովքեր վերապրել էին ցեղասպանությունը ինչ որ կերպ, իրանց Ռուսաստանը շարունակելով ռուսական կայսրության հայատյաց եւ հայա ոչնչացման ծրագիրը նպատակային, ժողովուրդ ոչ մեկի չի հետաքրքրում, խի վրացի չկա կամ ադրբեջանցի, պարզ չի որ Կովկասում նպատակային ոչնչացնում էին հայերին։ Ավելին ճիշտ է, բայց ուրեմն հայտնի տխրահարճակի համար հայտնի կամավորների գնացքը Լեննականից Գյումրիից։ Ովքեր են գյումրեցիները։ Գյումրեցիները դրանք էրզրումցի, կարսիցի հիմնականում, փախստականներն են, ծնողները եկել են, փրկվել են, իրենք եւ իրենց հարևանները նաեւ տեսնելով թե ինչ է, զուտ ազգային բնազդը, մարդկային բնազդը կյանքի իրենց բանարև որ իրենք ունենան զավակներ։ Իրենք բերել են ջահելություն, լույս աշխարհ են բերել, դասիրակել են, կյանք են տվել, ծաղիկ ազգի։ Պատերազմի մի քանի օր հետո Գյումրիից գնում է կամավորների կարճան, դրանց հələ նույնիսկ պավեստկա չի եկել, կամավորների գնացք։ Զուրնով, երկով, բանը հիշում ես Եռանկյունին։ Հա։ Այդպես, դա Գյումրին է, չէ։ Եկելով, բանով եւ այլն տանում։ Երկու հոգի է եկել հետ։ Երկու հոգի։ Մի ամբողջ սերունդ այն մարդկանց, որոնք լույս աշխարհ են եկել, որ հայ ժողովուրդը իր վերքերը բուժի, վերապրի, կյանք ունենա, Կերչերում ու ճահիճներում ու չգիտեմ որտեղ ու Զագրատ ադրաբներով ու չգիտեմ ոնց դրա ոչնչացրել են, չկան։ Իրենք էլ չկան, իրենք շատ ջահել էին, իրենք չեն ասել երեխա ունենալ, իրենց երեխան չկա, իրենց թոռը չկա, իրենց ծոռը չկա։ Եղեռնի շարունակություն։ Եղեռնի շարունակություն։ Եվ հարցը նա է, պետք է նշել, այո, գնանք, ես էլ գնամ մայիսի 8-ին կամ 9-ին, որտեղ իրականում պատերազմը մայիսի 8-ին է կապիտուլյացիան ստորագրվել, 9-ին Պրահայում վերջի զորամիավորումը 7-ին է ստորագրվել։ 7-ին ստորագրվել է, 8-ին հայտարարվել է։ Հայտարարվել է 9-ին էլ Պրահայում
ինին Պրահայում տետի բաններ ուղակի վերջի գարնիզոններ, Վերջի կրն, հա բայց քանտիներն է, որ գիտես չէ որ այդ վերջի գարնիզոնի այո, մայիսի 22-ին ա եղել։ Մայիսի 22-ին մինչև Զոնդում այն ինչ որ կոչվում է Կուրլանդիա, ինքը նույն Լիտվա։ Էստոնիայի այո վերջի բան։ Լիտվայում Ընդհանրապես բան է, որ սովետական միությունը ամբողջ իր տարածքը ազատագրել էր արդեն 44 թվականի վերջին, բացի այդ կղզուց, որը 45 թվականից հետո նոր բան է։ Բայց հարցը որն է, որ իմիջիայլոց մի էպիզոդ է, թե ինչա ստալինիզմը։ Ռուսական ազատագրական այսպես կոչված բանակը, այսինքն այն ռուսները, որոնք կռվում են գերմանացիների կողմից, գտնվում են ժամանակ մեծ քանակությամբ Պրագայում, մի մեծ զորամիանում։ Իրենք վերցնում են, տեսնում են Պրայի ժողովուրդը ապստամբել է, միանում են ժողովրդին, իրենք է զինված, մտնում են եւ ահագին գերմանացի են ձերբակալու, խփում եւ այլն, որ շուտ բրցնի, քիչ արում լինի։ Ուրեմն սրանց չեխերը այդ ձեռների վրա են գցում, էլ աղջիկները գալիս պաչում են, էլ դարձել են իրաց աչքի լույսը եւ մտնում են սովետական տանկերը։ Եվ մտնում են սովետական տանկերը ու այդ չեխերի աչքերի առաջ չեխերը նոր սկսում են հասկանալ թե ինչա կոմունիզմը, իրենք դեռ չեն տեսել։ Սկսում են դրանց մորթել, սպանել, տանկերով ճզմել, առանց դատաստանի գնդակը արել։ Ով որ անկավ դատարան դատի տակ փրկվեց, համատածները թե ինչ անում էին բաներին։ Այսինքն գերմանացիներին չհասավ այդ սովետական բանակը, սկսեց իրաց ատելությունը բանանել այդ ռուսական բանը ռուսների վրա բոլորը կոտոր ով մասնակցել է ռուսները Պրահայի ազատագրմանը կամ համակենտրոնացման ճամբարներ են կամ կոլորվեցին բոլորը մի բան էլ արդյունքներով բոլորին հայտնի պատմությունները նացիստական կենտրոնացման ճամբարների մասին բոլորը գիտեն դրանց մասին Դախաու, Աուշվից եւ այլն պետքա ուղղակի մարդիկ իմանան որ այն համակենտրոնացման ճամբարները, որոնք հայտնվել էին սովետական օկուպացիոն զոնայում։ Իրանք առաջի 3 տարին օգտագործվել են տեղում, NKVD-ի կողմից, տեղում։ Օգտագործվել են որպես համակենտրոնացման ճամբար։ Հետո դարձել են լագիր գուլագ նոմեր 1-ին։ Քանդել են հատ-հատ, reverse engineering են արել, ասենց մինչև վերջի բոլտը։ Տարել են Սիբիրում հավաքվել են եւ շարունակվել օգտագործվել Ռուսաստանի սովետական միության կողմից որպես համակենտրոնացման ճամբար, բայց արդեն սովետական ժողովրդի համար այն մարդկանց համար, ովքեր վերադառնում էին պատերազմից, գերեվարված էին, օկուպացիոն զոնայում էին եւ այլն։ Ամ գալիս էին ինչ որ մի բան ասում էին, բայ ինչի ասած եղավ, բա մենք կռվում էինք, բայ ինչի մեկը ասենք, բանի տղել չգնաց կռվեց եւ այլն։ Օրինակ հայտնի է, որ Ժուկովը 30, այն ինչ որ ֆիքսած է, 30 վագոն ավառատար է։ 30 վագոն, Ստալինի շատ։ Նկարներ, չգիտեմ, կահույք, ինչ ասես, մեքենաներ։ Այդ 2 միլիոն բռնաբարված այո, այդ հայտնի կանանց Գերմանիայի պատմությունը 2 միլիոն։ Դա պաշտոնական թվեր են, որոնք հետաքննություն է եղել ուսումնասիրություններ եւ այլն 2 միլիոն բռնաբարություն ինչի բռնաբարություն նար դա Միջնադարյան եւ շատ սխալ ասեցի Հնադարյան պատերազմի մի ձև է սեռական բռնությունը զանգվածային դա թշնամուն կոտրելու ոչնչացնելու ծնկի իջացնելու հայտնի ձև է որը 3 օրվա պատմությունն է այո քաղաքացիներն են 3-րդ օրվային բանակին նույն բանը արել է Սովետը բայց 3 չէ այնտեղ շաբաթներ ամիսներ ա տևել Գերմանիայում մինչև ստեցին սովետը մեր կողքու բռնեցին գնդակարեցին բան մի քիչ շոլինգ այդ գնդակարությունների պատմությունն էլ կա ասենք մի հատ սպայա գնդապետա մի կնգավրա աչքա դրեմ եկե մի հատ ինչ որ ես ին որ մի գեղից մի բան սերժանտի գալի այդ իրա ում վրա որ աչքա դրե բռնաբարումը սերժանտին գնդակարում են բռնաբարություն ուրեմն բանը թալանը եւ ամենակարևորը մոռացանք լավ այդ բան կասեք էմոցիոնալ բաներ են եւ այլն այդ ռումինները հունգարները արևելյան գերմանացիները լեհերը բուլղարները ազատագրվեցին իրանք ինչ ազատ երկրներ ստեղծեցին որ ապրեն ոնց ուզում են որ ընտրեն իրենց կառավարությանը որ երբ որ կառավարությունը չեն հավանում փոխեն որ օրենքը որոշի
թե ով է ճիշտ ով սխալ, բոլորը օրենքի համար լինեն հավասար։ Եվ այլն, այսինքն եվրոպական արժեքներով ապրեն։ Այդ իրաց համար դա ազատագրում էր, երբ որ սովետը թուլացավ 80-ականների վերջից սկսած եւ սկսեց իրաց բաց թողել, ինչի այտենց իրար հերթ չտալով փախնում այդ երջանկությունից, այդ ազատագրումից, որտեղ դժոխք էր։ Արի հանուն ճշմարտության պետք է ասենք, որ իրանք ապստամբել են։ Ամենահայտնիները մենք գիտենք բազմիցս 53 թիվ Գերմանիա, 56 թիվ Հունգարիա, 68 թվական Չեխոսլովակիա, Բուլղարիայում պարտիզանական կռիվը ռուս կոմունիստների դեմ տևել է մինչև 50-ականների սկիզբ։ Սովետական տարածքը վեց։ Արևմտյան Ուկրաինայում մինչև 58 թիվ, 58 թիվ դա առանձին արդեն անհատներ էին։ Անհատներ, վերջին հրամանատարի ազգանունը մոռացա։ Բանը 55-56 թիվ Էստոնիա, Լատվիա, Լիտվայում Սովետը տեսնելով, որ լիտվացի ժողովրդի դեմ խաղ չկա, պարզապես խրախուսեց, որ իրար մոտ են, քաղաքացիական կռիվ էր գտած սովետական Լիտվայա, պրոկոմունիստական եւ հակակոմունիստական լիտվացիները իրար կոտորում են։ Կա մի միջանոց շատ լավ ֆիլմ, պատմական, հապարզ է, որ վերջը պետքա պրոսովետական լինի եւ այլն, ոչ ոք չէր ուզում մեռնել։ Իմ ծերունների սիրած ֆիլմերից մեկն էր։ Մենակ գժվում էին այդ ֆիլմի համար, հայրեն թարգմանությունը կար, չգիտեմ հիմա կա թե չէ, դա ցույց է տալի ողբերգությունը, որ նույն գյուղի մեջ, նույն մեկը մեկի ճշնամի։ Նույնը Արևմտյան Ուկրաինա, Արևմտյան Բելարուսիա, Սովետից դուրս, Բուլղարիա, Լեհաստան, Արմիա Կրայովան ամենաբանը, չէ, եթե դու կարայիր ուկրաինացի նացիոնալիստներին իբր ասեիր իրան գերմանական բաներ են, կոլաբորացիոնիստներ են, Արմիա Կրայովան եղել է դաշնակցային բանակ։ Ինքը հակահիտլերյան կոալիցիայի ճանաչված մասը է, ճանաչված։ Իրենք ժողովների են եկել։ Իրենք, ասենք, սովետական բաների հետ եկել են ժողովների են մասնակցել, քննարկումների են մասնակցել։ Լեհական պարտիզանները, սովետական պարտիզանների հետ պայմանագրեր են տեղական բանարել, թե ոնց իրար չխանգարեն։ Այդ ոնց եղավ, որ իրանք դարան բաներ, ճշնամիներ եւ այդ ողբերգությունը, որ մարդը 5 տարի կռվում է իր երկրի ազատության համար, հետո դառնում է ճշնամի եւ կամ ճամբարներում ոչնչացվա, կամ պետք է երկրից փախնի։ Էլի խորտ կտամ Անջեյ Վայդայի հանճարեղ ֆիլմերը, դրանք համաշխարհային կինեմատոգրաֆի շեդևրներ են, բայց եւ նաեւ բանը Մոխիրը եւ Ալմաստը բանը ամենասարսափելի կանալը, որը 44 թվի Վարշավայի ապստամբության մասին պատմում։ Այդե Վարշավայի ապստամբությունը, որտեղ հիմնականում նա որ նայում են թե երբ գերմանացիները կկոտորեն բոլորին։ Այո, բայց ով էր կոտորում։ Գերմանացիները չէին կոտորում։ Ղեկավարում էին Արմիա Կրայովան եւ հրյաները դե շատ էին, գետոներ էր ապստամբել եւ սիոնիստական կազմակերպությունները։ Եվ որպեսի դրանք ջախջախվեն, սովետական բանակը սպասեց մեկ ամիս վերջ, հետո նոր մտան։ Բայց ով էր կոտորում։ Գերմանացիք չէին կոտորում։ Հատուկ կա փաստաթուղթ, որոնք կոտորողների 80%-ը եղել են սովետական միության, իսլամ դավանող, գերմանական, այսպես կոչված ադրբեջանական լեգիոնն մասնակցել, Թուրքեստանական լեգիոն։ Այդ երկրորդ մաս, այդ երկրորդ առանձին ադրբեջանական լեգիոնն էր, թուրքեստանականն էր, երկրորդ թուրք-թաթարական ինչ-որ բանը, գունդը, այսինքն սենց որ կարդում ես ով է մասնակցել, հասկանում ես, որ գերմանացիք չեն եղել։ Երկու հատ գերմանական զորամասա, որը արտաքին պերիմետրն է պահել, այսինքն այդ նրանք են եղել, ովքեր Վիսլայի ափին կանգնած են եղել, որ սովետը չգա։ Կոտորածը արել են ներքին անվտանգության դիվիզիաները, ակնհայտ է, որ ոչ մեկ վերմախտին չէր հանի առաջնագծից, որ իրանք մարդ կոտորեն։ Սա էլ է շատ կարևոր հասկանալ, որ սովետական միության կեղծիքը նրանում է, որ սովետական միությունը դա կոմունիստների ցինիզմը, ուրեմն բուլղարական հրեաները հայտնի բան է։ Մի քանի էպիզոդ կա, որ գերմանացիների ազդեցության տակ գտնվող տարածքում հրեաները փրկվել են։ Մեկը դա Դանիան է, որը դանիացի ժողովրդի ընդհանուր կամքով պարզապես սախել են փողոց, ասել են կամ մեզ էլ է կոտորում, կամ մեր հրեաներին հանգիստ եք թողում, իսկ քանի որ իրանք արիացի են
Իսկ քանի որ Հիտլերը ուներ կոմպլեքսներ, որ դանիացիները շատ ավելի արիացի են, քան իրենք գերմանացիները իրականում, եւ պարզավոր դա մոտ է ճշմարտությանը, որքան այդ արիացի տերմինը իրենք օգտագործում էին։ Հա, եւ այլն, դե դանիացիներին կոտորել չի կարելի, ուրեմն իրենք հрьяաներին բրկեցին իրենց Դանիան։ Ցավոք օրինակ Հոլանդիայում սարսափել է եղել, Աննա-Ֆրանկ բան գիտեմ։ Բուլղարիայում ես ազգանունը մոռացա թողնել են։ Մի падգամավոր տեսնում է, որ եկել է Ռիբենտրոպից հրաման, որ պետք է բուլղարական հрьяաներին նույնպես ոչնչացնել։ Մակեդոնիայի մի մասը միացրել էին Բուլղարիային, այդտեղ կար հին հրեական, դրանք նույնիսկ աշկենազ չեն, դրանք ավտոկտոն, այդտեղ մի 1500 տարի ապրող հրեաներ են, ինչ-որ 2000 տարի, դրանց բոլորին ոչնչացրին Մակեդոնիայում։ Բուն Բուլղարիայում մի падգամավոր, իսկական ունեին պարլամենտ Բուլղարիայում։ Վերցնում ես ստորագրությունները սկսում հավաքել, որ Բուլղարիայի քաղաքացին կապ չունի, հրեա է, թե քրիստոնյա է, թե բուլղարը, դա մեր քաղաքացին է, մենք գերմանացին չպետք է հանձնենք։ Եվ այնպես է գնում դռնեդուր բան եւ այլն, որ հասնում է, որ պատրիարքն է իրենց եկեղեցու ստորագրում։ Եվ այլն, եւ բուլղարական կառավարությունը որոշում ընդունել, որ մոտ 30,000 բուլղարական հրեաներին չի հանձնելու գերմանացիներին։ Բուլղարական հրեաներին փրկողը։ Ինչ հոդվածով են իրան դատում եւ գնդակահարում կոմունիստները։ Դա նացիստական անտիսեմիտիզմի։ Լավ էլի։ Կոմունիստից ահի ցինիկ դու հասկանում ես, չէ՞։ Ասենք դատում են հիմնական բաներից մեկը անտիսեմիտիզմն է։ Մարդ որ 30,000 կյանք ապրել։ Ուրեմն ինձ համար այդ բանը ուրեմն բանում Բուլղարիան բան։ Բուլղարիայում երբ որ 56 թվին հունգարները ապստամբեցին, դա էլ ասենք ու դու մի հատ կտամ քեզ իսկապես։ Ուրեմն ամեն երրորդ եթե չեմ սխալվում հունգարական ընտանիքում նայ ինչ կնած է 45-ից 56 թիվ 11 տարի ինչ բան ամեն երրորդ հունգարական ընտանիքում գոնե մի հոգի կամ ձերբակալվել է կամ կուլակաթափ է եղել կամ գնդակահարվել է կամ գտնվել է բանտում կամ դատի տակ է եղել կամ փախած է եղել ամեն երրորդ ինչ որ հունգարական ընտանիքում դա պետք է ապստամբեին դա ինչ անի ոչ ապստամբեին ասեք դու ո՞նց ես պատկերացնում դա էլի ընդ որում առաջի տարիները այդքան բան չէր քանի համընդհանուր օկուպացիա էր այսինքն բրիտանական ամերիկյան եւ ֆրանսիական ներկայացուցիչները կային այսինքն բուն այդ զիբիլը սկսվել է 48 թվականից հետո այդ Նյուրնբերգյան process-ի ավարտից 48 թե 49 թվականից հետո, երբ արդեն այդ օկուպացիոն զոնաները կիսվեցին, այնց որ ստեղել չկան, այո։ Ես մի բան էլ հիշեցնեմ, ստեղ Ավստրիայի պատմությունը։ Ավստրիայի շքանշանի վրա, հա, Ավստրիայի շքանշանի վրա երկար տարիներ կար բանը, այդ ինչա, Սերբի մոլոտ, սովետական բանը, վախում էին հանեին։ Ավստրիան 3 օկուպացիոն զոնա էր բաժանված ու իր նեյտրալ այդ կարգավիճակը այդ մի տեսակ մի այլ տիպի կռիվ էր գնում բոլորի որտեվ հասկանում են որ իրենք չեն կարա սովետին տան որտեվ Օստեղայխը որ տվեցին ավստրո-հունգարական կայսրությունը միավորվելու է ռուսական կայսրության որտեվ դե Չերչիլի պատկերացումներում տենց է չէ ինքը բրիտանական կայսրությունն է ինքը հասկանում է որ ընկեր հոփ հələ մի րոպե Ռուսիան իրանցն է, գերմանական կայսրության մի մասը իրանցն է, ավստրո-հունգարական կայսրությունը տվեցի, էլի իմ դեմ են գալու։ Հենց որ բարև ձեզ, չէ, չենք տալիս Ավստրիան։ Այսինքն, այս Մարշալ Ֆոշը ճիշտ էր 18 թվականին, Մարշալ Ֆոշը, որ իմանում է խաղաղության պայմանագրի մասին։ Ասում է, սա այ հիմարներ, խաղաղության պայմանագիր չի։ Ֆրանսիայի հրամանատարն է, հերոսն է, ասում է, սա 20 տարվա հրադադար Եվ իրականում երկրորդ համաշխարհայինը եկավ շարունակելու առաջի համաշխարհ եւ ցավոք մենք այսքան լավ երկար խոսեցինք մարդկանց հոգնեցրինք հիմա ամենակարևորը ինչ որ մի հատ մարդ կա Հայաստանից որը շատ է ուզում դառնա ուկրաինական ռմբակոծությունների ոնց է լեգիտիմ թիրախ ինքը լեգիտիմ բառացիում է չէ ունես չի որ ես անձնական որևէ էմպաթիա չունեմ որ սիտս կցավա այդ դեպքում ուրիշ բան է առավել եւս այն անդերը որ չեն թաղում քանի տարի անդեր շունը որոնց բարկածա
որ վերջապես թաղվի դա էլ ընդհանրապես լավ կներ։ Բայց մի հատ ուզում եմ մի հատ դիմես մարդկանց էլի, թե ինչի դա կլինի խայտարակ, բայց ես կավելացնեմ, խնդիր չի։ Գիտես ինչ դա հետաքրքիր։ Նախ եւ առաջ ես ամենայն հարգանքով բայց միևնույն ժամանակ զարմացած պետք է ասեմ, որ Զելենսկու հայտարարությունը ինձ հաճելիորեն զարմացրեց։ Այ ինչու։ Շատ հետաքրքիր է, Զելենսկին ընդունեց այն փաստը, որը որ շատ վաղուց մենք կարենք ընդունենք, ինքը ասեց դե օքեյ, եթե Ռուսաստանը սահման չունի, ուրեմն մենք էլ սահման չունենք, ու դրա համար ինքը փաստացի հռչակեց, որ Մոսկվան այդ ինչ որ տենց կասկածելի գոտի է, եւ ասեց, որ կներեք 1000 ներողություն Ժորժ ջան, բայց Ուկրաինան չի կարող ապահովի Մոսկվա այցելող մարդկանց անվտանգությունը մայիսին շքերթին։ Չենք կարող կներեք, քանի որ սահման չկա, հիմա կարող է մեզ հետո մեղադրեք, բայց չենք կարողանալու ապահովենք։ Այսինքն ինքը ձեռները լված։ Ինչն է հարցը։ Հարցը նրանում է, որ Հայաստանում բախտի վերմամբ թե պատահմամբ վարչապետ դարձած լեգիտիմ ընտրությունների արդյունքում վարչապետ դարձած անձնավորությունը, քանի որ գիտելիքի պակաս ունի, քանի որ արժանապատվության հետ խնդիր ունի ընդհանուր առմամբ եւ մասնավորապես, քանի որ ճիշտ է նկարագրման մեջ։ Ահա, քանի որ միջազգային հարաբերություններից տեղեկացված չի, երևի ես մեր մոտավորապես 1.5 ժամանոց բանն էլ չի նայի, որտեվ կհամարի, որ ժամանակ չկա, լավ ինքը հեծանիվ քշի, քանց ուղեղը լցնի, այսինքն վերջույթների մկան լցնի, ոչ թե ուղեղ, դրա համար է հետաքրքիր է, բայց ամեն դեպքում ստեղ կա լուրջ խնդիր, ես իրեն չեմ դիմում, դա անհույս է, եթե իր կողքը կա մարդ, ով չի ցանկանում, որ ինքը սատկի, իր դենեթեն խառնվի Վլադիմիր Ուլյանով Լենինի եւ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հետ դենեթեները, որովհետեւ կարող է արտիրը որ եկավ, ընդ շունը տիրոջ չի գտնի։ Իր ականջը, ալի դենեթեները միասին պատկերացի։ Ճուկպես մուտանտ։ Ես վակյա, եթե ինչ որ մեկը կա իր շրջապատում, ով չի ցանկանում, որ նման ինչ որ մուտանտ ստեղծի, ոսկվա ինչ-որ տեղ։ Իրան ասեք Ուղղակի մի գնա, բայց ես իմ կողմից սրտանց ցանկանում եմ Ուկրաինայի ոնց է հրթիռ հրետանային զորքերին այդ օրը գտնեն պահեստում հենց նոր Ամերիկայից եկած կամ Ֆրանսիայից եկած կամ Մեծ Բրիտանիա այն երկրներից, որոնք երկրորդ համաշխարհայինում իրոք կռվել են չարիքի դեմ եւ իրոք հաղթել են։ Այդ երկրներից եկած լավ տենց հրթիռներ, տենց թոթոլ զրահագնդիկներով, լավ արկերով, որ ասենք այդ օրը այնքան ինչքան օրը Լոնդոնի վրա նացիստներն էին գցում, այդքան գա Կարմիր հրապարակ։ Սրտանց ցանկանում եմ, որ սաղ կպնի, այդ որ սենց սիրուն շարված են, ինչ սիրուն բան կլինի, չէ՞, տենց իրանք տենց սիրուն էլ այդտեղ մնան, որովհետև դա կլինի պատերազմի ավարտը, եւ դա կլինի այն վերադառնալով երկրորդ համաշխարհայինի մասնակից։ Այն մայիսինը, որ չեղավ 45 թվին, որ ժողովուրդը ազատ այո, եւ այստեղ ուղակի բանով, հա, սենց տես ոնց է գալի Տոլկիենն էլ է մասնակից, չէ, ինքն էլ է եղել MI5-ի բանը եղել, spy է եղել։ Ինքը Ֆրոդոյի են մատանինը, որ տանում գցում է բանի մեջ, այ այդ օրը, որ այդ հրթիռը եկավ, ջանդամակյոր մենք էլ կասենք էլի մասնակցել ենք, մեր փայել մեկին ուղարկել ենք, եթե սա իհարկե գնա, որովհետև եթե Նիկոլը գնաց ընդեղ, այս Վուչիչը հիվանդացավ, ընկավ հոսպիտալ, Ֆիցոն հիվանդացավ, Օրբանը հաստատ կհիվանդանա կամ մի բան կլինի, ենի ժուկա, ենի չի գնա, Ալիևի մոտ խնդիր առաջացավ, Էրդողանը ասեց չեմ։ Ինչ որ լավ չի զգում իրան։ Ամենայն դեպս Նետանյախուն չեմ թողում, որ մոտդ գա, սրտի կաթված կունենա, բան, ինչ արել, Ալիևը գնաց բանից
կներեք ամեն անգամ վախենում եմ ուրիշ ձև ասեմ։ Ալեքսի։ Այո։ Կիրիլ, արա Ալեքսին չի։ Հա, Կիրիլա, Ալեքսի նախորդն է։ Դրա համար չեմ կարում լավ ասեմ, ասում ացեց Կիրիլի։ Սա մի բանից են, ոչ մի Սա մի պագոնի տակ են։ Շքանշան ստացավ կինը, որ ինքը հիմա բանա, Ցարևնա Օլգայա, թե ինչա, այտենց չեմ հասկանում։ Այդ ամեն դեպքում շքանշան ստացավ։ Եվ կարող է ասի, որ ուրախությունից խմել եմ, գլխացավ ունեմ, գինարբուք ունեմ, չեմ գալիս, կամ Էրդողանը կասի, ես եմ գալի, դու չես գնում։ Այսինքն Նիկոլը գնում է կանգնի Պուտինի կողքը։ Պուտինը թիրախ է, դա փաստ է։ Անկախ ամեն ինչից, հա, Մոնզի, ասում են հերրակա չուզում։ Հա, կարող է հերրակա կմասնակցի։ Իսկ բանի Հնդկաստանի ուրեմն վարչապետը ասում է տրիբունալա բարդ կա։ Մերակ Նիկոլն է։ Սամնացած զումով են։ Բայց էդի չիման ասենք ֆայբեն ռուսական զորքերն չկա, մենակ Նիկոլն է 80 ադրբեջանցի զինվոր, չէ՞։ Քայլում են։ Այ դա ինձ համար սա ուղղակի գիտես ինչ, այ որ մինչև հիմա չի ասել որ հիվանդ եմ, չեմ գնալու։ Արդեն վիրա, այս արա չեմ սիրում վախկոտ մարդկանց, ինչ անեմ։ Դե չեմ սիրում, կենսաբանական մակարդակի վրա չեմ սիրում։ Ես կարող եմ տենց այն հին, եթե բուդդիստական բանին հավատա, նախորդ կյանքերից մեկում գիշատի չեմ եղել, վախի հոտը, որ առնում եմ, ինձ տհաճ է։ Արա չի կարելի սենց, ինչ ես գնացի Իջևանում նստած քեզ ձև տալի, որ թուղթ ես ստորագրում, աշխարհում էլ բան չկա անելու, սաղ աշխարհը իրար աշուռեկի։ Դու բան չունես ժողովրդիդ հետ խոսալու։ Դու մայիսի 9-ի մասին բան չունես, որ սաղ աշխարհը ասում է չեն գնում։ Այլին Երբ որ Կալասը, այսինքն Եվրոպական միությունը ավելի շուտ ընդունեց այսպես բան չէ կոչ, որով որ Եվրոպա ընդհանրապես դեպի Եվրոպա նայմատող չերևա, ասում էին դա տեսակ ձեր Վուչիչը, անդե բաները ոչ ոք մարդու տեղ չի դնում։ Հիմա տեսեք ով մարդու տեղ դնում է։ Ես գիտես ինչա, ստեղ ինձ թվում է, որ ինքը ամենատահաճ պահը կլինի, որ ինքը սխալ տեղ պրինցիպի ընկած գնա։ Հասկանում ես։ Ինքը գնա, որովհետև սաղ մնացածը չեն գնացել։ Կեցեն ռազմաօդային ուժերը Ուկրաինային, ինչ ասեմ։ Հրթիռը հրետանային ապեր։ Հա, չնայած Ամերիկան, ոչ իրանք էլի, իրանք կեցեն։ Հա, իրանք, ասում է, ի վերջո սլավ Ուկրաինի։ Այն հայտնի բանը, որ կա, տես մոռացա քեզ այդ ուղարկեմ, չնայած դու պետք է մոտդ ունենաս կոմպի մեջ, այն զինվորը, որ ռուսական նավին բանա ցույց տալի, հիմա պետք է այդ զինվորը լինի, որը Կրեմլինն է ցույց տալի, որովհետև եթե դա իջավ, մոտավորապես այտենց ալնելու։ Ունես, չունես, տես, չես պատրաստվել։ Չես պատրաստվել, ոնց ծրագիրի։ Ո՞նց ես պատրաստ։ Ամեն դեպքում չտվեցի, որտեղ Ես գիտեմ, արմ, ես դե մոտավորապես պատկերացնում եմ ինչ ես հավաքել, իհարկե մի ծրագրի բան չէր։ Մենք երկար է սա, նախ նոր գործիք ենք օգտագործում Zoom-ով առաջին անգամ ենք գրում։ Մի քանի երկու ծրագիր իրար ենք կցրել, տեսնենք էլ հուսով ենք լավ է ստացվել։ Շնորհակալություն ուշադրության համար, կներեք որ երկար էր, բայց մենակ մի բան ասեմ։ Ազատությունը բոլոր սպիտակ մարդկանց համար եւ ոչ միայն սպիտակ, մակասան ռասիստ է։ Ինքը արժեք է։ Աստված Եվրոպայի այն երկրներից, այն ժողովուրդներից, որոնց արժե համակարգի մեջ ազատությունը ընդհանրապես չկա։ Այ մայիսի 9-ի մամարտոնը նրանով, որ այն ժողովուրդները, որոնց համար ազատությունը ինչ որ բան արժի, հաղթեցին են գաղափարախոսություններին, գոնե դրանց մի մասին ցավոք, որոնց համար ազատությունը արժեք չէր։ Այդ դրա մասին է պետք խոսել, չէ մեծ հայրենական, թանը չէ, ու բա մեկ էլ են Գեորգի են Ժորիկի Լենտեշկով բան են ուռոդները սովետական են արունարմու գեներալների բան մեկ չեմ զարմանում թե Ստալինը կարող է գնան ու գնալու են ես մոտավորապես գիտեմ քաղաքական գործիչներից ով կգնա բան ախր ես նույնիսկ ամոթ էլի իսկականից մարդկայնորեն նվաստացման ու ստորության չափ ոչ մի խնդրում եմ գիտակից մարդ այդ ամենին չմասնակցի
Սկանը ոչ միայն նկատի Մոսկվայում, այլ նաև Երևանում, Չէ, Գյումրիում, Երևանում էլ պարտադիր ոչ մի մասնակցություն։ Իջևանում ոչ մի բան, Հա։ ոչ մի մասնակցություն կարող ենք հարգել այդ օրը գնանք մենք առանց Ես ասեմ, ուրեմն անասուն ռեժիմների սիմվոլիկայի։ Այո, այդ ազատ երկրների կոալիցիան, այսինքն Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի եւ բոլոր այլ հակահիտլերյան կոալիցիայի երկրները Հունաստան գնում են ամսի 8-ին հաղթանակի այգի, շատ համեստ բան տեղ ունենում, եթե ցանկություն ունեք, ամսի 8-ին միացեք այդ դրան։ Այսինքն ամսի 8-ին գնացեք։ Ինձ թվում է ես ամսի 8-ին եմ գնալու, եթե Արմենը կմիանա միասին կարող գնալ։ Եթե ինձ կարողանա համոզի հաղթահարի իմ ծրությունը, ես էլ իր հետ գնամ։ Հա, այսինքն կարող ենք տենց այդ օրը, որովհետև դա հիշատակի օր է, իմ երկու պապն էլ մասնակցել են, ինձ չի որ ես զվարթ եմ մենակ նրանով, այո, որ իրանք վերադարձել են ու մարդ են մնացել, ու պետք է ասեմ, որ երկուսն էլ նույնիսկ այն տարիներին հենց կարողացել են ինձ մի բան, ես դուրս եմ եկել այն տարիքից, որ բան չեմ հասկանում, հենց սկսել եմ հասկանալ, երկուսի գնահատականն էլ այդ պատերազմի հանդեպ եղել է շատ վատ, այսինքն ես վստահ եմ, որ մարդիկ ովքեր մասնակցել են, իրանք նման բաների չեն, այսենց գնահատականներ, այս քոչարի, մոչարի բան, ուղղակի պատկերացնում պապաս ինչ կասեր սրա բանին, ռեժիսորին եւ սցենարիստին, հույս ունենամ, որ իր քթից դուրս կգա այս հեքիաթները։ Լավ, ամեն դեպքում չվախեք։ Լավ, Ժորժ ջան, սա շնորհակալություն, որ մեզ դիմացաք։ Շնորհակալություն, որ մեզ դիմացաք։ Մինչ հանդիպում։